Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այո, հանրապետական կուսակցության ներկայացուցիչները այսօր հերթական մեր հանդիպման այդ ձևավորման ֆորմատի ժամադրված եկել են քննարկելու, չեմ ուզում կենտրոնանամ կոնկրետ մի կուսակցության նկատմամբ, մեր ակնկալիքները նրա մեջ է, որ բոլորին կարողանանք համախմբել մի հարթակում այս օրակարգի շուրջ, ցույց տալով, որ սա մենակ արցախահայության հարցը չի, սա ընդհանուր համահայկական հարց է, որովհետև այն 12 կետերը, որը ներկայացված է իշխանությանը, դե մենակ սոցիալական հարց չի, դե գերիների հետ կախված է, դե Արցախի ինքնորոշման հետ կախված է, Արցախի հարցերի հետ կախված է, սա ընդհանուր ազգային հարց է, որ հիմի փորձում են տարբեր տեղերով, տարբեր միջոցներով խոցանելի տարանջատումներ իրականացնել, դա չի ստացվելու, որովհետև այդ համախմբվածությունը կամաց արդեն գնում է, ինքը արդեն օրեցօր ավելի մեծանում է, ավելի հասունանում է, ավելի, որ ասում է, իրական է դառնում։ Ազգը միշտ դրան սպասել է, ժողովուրդը միշտ ասել են միասնականություն, չէ՞։ Հիմա այդ միասնականության հիմքը դրած է։ Մենք ստեղ չպիտի տարանջատենք այդ միասնականության մեջ մեր ազգի ներկայացուցիչներ, թե կազմակերպություններ, թե կուսակցությունների հետ կախված այդ որ ասում է ձևաչափով ընդհանուր հարթակը կա, միասնության հիմքը դրած է, բոլորի կողմից ով գալիս են, մինչև օրս ինչ հանդիպումներ եղել է, ողջունելի է, բոլոր իրաց կողմից պատրաստական են աջակցելու, պատրաստական են կաղնելու այդ շարժումը, այդ գործողությունը, որ ինքը իրականանա։ Պատասխանատվության այսօրվա իրավիճակում ներկա իշխանությունն է, մենք էլ հասարակությունը ժողովուրդն էլ պահանջատերն ենք։ Այն ինչ որ մենք պահանջում ենք մեր իրավունքների, մեր հայ լինելու, հայ ապրելու ստեղ իրավունքների համար, ում մնացած հարցերի հետ էլ կախված բոլոր այդ 12 կետերի մեջ էլ կա, ով չի հասկանում, կարող է նորից էլ ուսումնասիրի, ձևաչափով ձևավորված իր մտքերը կամ իր գաղափարը բանանը կենտրոնացնել։ Այս քննարկումները որքան է շարունակվելու եւ տեսեք 2022 թվականին Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել ադրբեջանի կազմում։ Հետևաբար այդ որոշումից հետո դուք ասում եք պատասխանատուն եք քայլեր իրականացնող այս իշխանությունն է։ Այս իշխանությունը կիրականացնի այդ պահանջները, քայլերը։ Նայեք, ես միշտ օրինակ եմ բերել արցախահայությունը որպես ցավալի օրինակ բոլորի համար, մեր հայ ազգի համար որպես ցավալի օրինակ։ Հիմի այդ ցավալի օրինակները, որ չկրկնապատկվի, հանրության մեջ, ժողովրդի մեջ մենք ասել ենք, եկեք միանանք, մենք ենք այսօրվա իրավիճակում այդ ծայրահեղ իրավիճակում հայտնված ժողովուրդը, չէ՞, այդ մասը Հայաստանի մի մասի, որ ասում է հանրությունը, ժողովուրդը։ Հիմի նպատակը ինչով է կամ ինչով է պայմանավորված այս բոլոր այն 12 կետերը, որ մենք ներկայացրել ենք իշխանությանը, հաշվի առնելով, որ այսօրվա պատասխանատու ներկա իշխանությունն է, ձեր մեջբերումներն է, մնացած մարդկանց մեջբերումները, մենք որպես պահանջատեր ենք, մենք պահանջում ենք պատասխան տան։ Պատասխան կարող են ձևավորեն ոչ թե բառերով, այլ հիմնավորված։ Թող ներկայացնեն, եթե չեն կարողանում, էդ էլ թող ներկայացնեն, որ մենք հասկանանք, հանրության մեջ մի մասը ողջունում է խոսքի որպես ղեկավար, ասում է լավն է, մի մասն էլ դժգոհ է, հիմի այդ բանը, որ ներկայացրել եք, դեռ բոլոր բաները կետերով նշած է։ Այդ այսօրվա իրավիճակում ինչի պատճառով եք եկել հասել այս իրավիճակին, ինչի պատճառով եք մտավախությունները, որ վաղվա օրը չկրկնվի նմանատիպ բաներ, էլի հայ ազգի, որ այդ վտանգները կա, մնացած բոլոր հարցերի շուրջ դա ժողովրդի շահերի, ազգի շահերի հետ կախված է։ Դրա համար այդ միասնությունը սա բոլորին է վերաբերում, սա մենակ հայ ազգը, մենակ արցախահայությանը չի վերաբերում, որ արցախահայությունը այս իրավիճակում գտնվելով ծայրահեղ իրավիճակում մենք ենք այդ նախաձեռնությունով, բայց կոչով, որ եկեք միանանք, մեկ մի հարթակում միասնական մի ճանապարհով գնանք, միասնական պահանջներն էլ ձևավորելով գնանք առաջ։ Կոնկրետ այսօրվա հանդիպումից գոհ եք, դժգոհ եք, ինչ քննարկեցիք եւ ընդհանուր ինչ հայտարարի եկաք։ Գիտեք, նոր ես դա անդրադարձա այդ հարցի պատասխանին, մի հատ էլ կրկնեմ խոսքի, չեմ էլ հոգնի միշտ էլ կրկնելով, այս շարժումը կարողացել է դնել հիմք միասնության։ Այս շարժմանը հաջողվել է հանրության մեջ արտնացնի այն զգացմունքները, այն պատասխանատվությունը ամեն հայ լինելու, հայ ապրելու, ամեն մարդու գիտակցությունը, որ կարևորացրել է առաջնայինը դա, որովհետև բոլորը տարբեր տեղեր, որ տեսնում եք դուք էլ որպես լրագրողներ գնում եք, հանդիպում եք մարդկանց բողոքներն, մասկանց մտահոգություններն, այդ մտահոգությունները, որ պատասխանել ճարելու համար, մենք պիտի կարողանանք հանրային ճնշում
բան անենք, չէ, պիտի պահանջատեր լինենք, պիտի մենք գնանք մեր իրավունքների հետևից, պիտի մենք գնանք մեր հարցերի պատասխանների հետևից։ Դրա համար այստեղ խոսքը որ քիչ խոսանք, բայց մեծ աշխատանքներ իրականացնենք։ Այդ աշխատանքների հիմունքները դրածա, հիմքը արդեն դրածա, մնամա շարունակական գործողությունների, process-ների բաների ձևավորած, դրա համար մենք հայտարարություն ենք տվել, որ լայն քննարկումներ, այդ իմաստով որ բոլորի համար բաց ենք, բոլորը կարան գան ներկա լինեն առաջարկներով, իրանց կարևորությունով, իրանց աջակցությունով, որ միասնական կարողանանք հասնենք հաջողությունների։ Ես ձեզ վստահեցնում եմ, դա լինելու է քայլ առ քայլ մենք գնալու ենք այդ քայլը, որովհետև սկզբնական շրջանում ձևավորելով այս խորհուրդը, ձևավորելով այդ կետերը, մենք ասել ենք, որ միջև պատասխանները չստանանք, մենք հետ քայլ չունենք անել։